Բոլորը անհանգիստ էին ու այդտեղ քահանաներից մեկը պետք չի անհանգստանալ, որովհետև աղոթել եմ ու խաղաղություն ունեմ այն առումով, որ Տերն ասել է, որ ամեն ինչ նորմալ է այդ մարդու հետ։ Երբ որ երեկոյան այդ մարդը արդեն տուն էր վերադառնում, բոլորը տեսան, սկսեցին ուրախանալ, ցնծալ, բոլորը հրճվանքի մեջ էին, բայց այս քահանան առանձնապես որևիցե տրամադրության փոփոխություն չունեցավ։ Ու երբ որ հարցրեցին, ասեցին, ինչի՞ չես ուրախանում, էլի, վերջը դա ասեց, որովհետև ես Տիրոջից առել էի ու հավատում էի, որ գալու է, այսինքն այն, որ հիմա այդ ամեն ինչը իրականություն դարձավ, ինձ համար նորություն չէր, որովհետև այդ ամեն ինչը ինձ համար արդեն եղած բան էր։ Գիտեք, այս քանի կիրակի մենք երբ որ խոսում ենք Եբրայեցիս նամակից, ու կոնկրետ հիմա 11-րդ գլխում, անընդհատ խոսում ենք հավատքի մասին, թե հավատքը ինչպես է արտահայտվում։ Եվ հավատքի արտահայտման կերպերից մեկն էլ սա է, որ եթե ունես հավատք, ծառայությանդ մեջ, ցանկացած գործիդ մեջ, ինչը վերաբերվում է Աստծուն, պետք է անես լավագույնը։ Եկեք ընթերցենք Եբրայեցիս 11-րդ գլուխ 17-ից 19 համարներն են կարդալու։ Եբրայեցիս 11 կընթերցենք 17-ից 19 համարները։ Եբրայեցիս 11 17-ից 19 Հավատով Աբրահամը Իսահակին զոհ մատուցեց, երբ փորձվեց։ Նա, որ խոստումն ընդունել էր, իր միակ որդուն զոհ մատուցեց, որովհետև նրան ասվել էր. Իսահակով քեզ պիտի սերունդ տրվի։ Աբրահամը մտածեց, որ Աստված կարող է Իսահակին մեռելներից էլ հարություն տալ, ուստի նա հետ ստացավ իր որդուն։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալի այսօրվա համար, Տեր, շնորհակալ ենք, որ մեզ կյանք ես տվել։ Շնորհակալ ենք, որ մեզ հնարավորություն ես տվել, Տեր, գալու քո առաջ մեծարանքով, փառաբանությամբ, աղոթքով, Տեր։ Աղոթում եմ, որ դու այցելություն անես ամեն մեկին այստեղ գտնվող, դու գիտես ամեն մեկի սիրտը, ամեն մեկի միտքը, Տեր, ամեն մեկի խնդիրները, հոգսերը, Հայր, եւ հիմա ուղղակի եկել ենք առաջդ եւ քեզանից քո կամքն ենք խնդրում, Տեր։ Դու խոսիր մեր սրտերի հետ, դու փոխիր մեր աշխարհ հայացը, Տեր, եւ մեր հավատքը հաստատիր, Տեր Աստված, որպեսզի այն ինչ որ կլսենք այսօր, Տեր, նպաստի նրան, որ քեզ փառավորենք, քեզ մեծարենք ու քեզ պաշտենք որպես ճշմարիտ կենդանի Աստված։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։ Այս հատվածում խոսքը գնում էր Աբրահամի մասին, որը որ իր կյանքի ընթացքում մի քանի անգամներ ցույց տվեց իր հավատքը։ Եթե կհիշեք մի քանի կիրակի առաջ, երբ որ խոսում ենք նրանից, որ առաջին անգամ երբ որ Աստված Աբրահամի հետ խոսեց եւ ասեց, որ պետք է դուրս գաս քո քաղաքից եւ գնաս մի վայր, որը որ չգիտեր Աբրահամը, չգիտեր ինչ է սպասվում, տեսանք, որ Աբրահամը ինչ արեց, հնազանդվեց։ Եվ այդ հնազանդությունը տեղի ունեցավ միանգամից։ Այնպես չէր, որ Աստծուն ասեց թույլ տուր մի քիչ մտածեմ։ Ճիշտ եմ տեսնեմ այդ քաղաքը, որ ուղարկում ես ինչպիսի քաղաք է։ Գուցե այդքան էլ հարմարավետ չի ինչ որ ես այստեղ ունեմ։ Ինքը որոշում կայացրեց հնազանդվելու եւ հավատքը արտահայտվեց գործերով, հստակ այդ ամեն ինչը տեսանք։ Բայց ահա ժամանակ է անցնում արդեն դրանից հետո ուրիշ խոստում է Տերը տալիս։ Խոստում է Տերը տալի, որ զավակ ես ունենալու։ Նորից Աբրահամը հավատաց այդ ամեն ինչին ու անցած կիրակի խոսում ենք, որ այն մեկը, որ հավատում է Աստծուն, անհնարինը դառնում է ինչ? Հնարավոր։ Եվ այն տարեց կինը, որ արդեն կարողությունը կորցրել էր ծննդաբերելու, ինչ եղավ? Զավակ ծնեց։ Գիտեք, այսքանով Աբրահամի հավատքի կյանքը չի ավարտվում։ Որոշ ժամանակ անց, երբ որ
Իսահակը մոտավորապես 15 տարեկան էր, Աստված մի բան է ասում, որը որ գուցե շատերիս համար անհասկանալի լինի։ Եվ շատ շատերը գուցե եւ հետ կկանգնեին այդ ժամանակային ընթացքից ինչ որ եթե առաջարկեր նման բան Աստված իրենց, բայց նույնիսկ այս շրջանակում Աբ รา համը ցույց է տալիս հավատքով հնազանդություն։ Այսօր խոսելու ենք մի բան, որ երբ որ ծառայության մեջ ուզում ենք լավագույնն անենք, պետք է ընդունենք այն խոստումը, ինչ որ Տերը տալիս է, եւ լրջորեն մտածելով այդ խոստումները կիրառենք մեր կյանքում։ Հակառակ դեպքում մեր կյանքը եւ մեր հավատքը մեկը մյուսից տարբերվելու են բավականին մեծ տարբերությամբ։ Եթե մենք չենք մտորում խոսքի առումով, եթե չենք մտորում Աստվածաշնչի շրջանակներում եւ այն չենք գործածում, չենք կիրառում մեր կյանքում։ Եվ հետեւաբար նաեւ ծառայության շրջանակում լավագույնը չենք անելու։ Անելու ենք այնպես, ինչպես որ կարող ենք, կամ այն շրջանակում, ինչպես որ ընդունված է, կամ ավելցուկի շրջանակում ենք անելու, բայց լավագույնը չենք անելու։ Ինչպես լավագույն կերպով ծառայենք։ Երկու գործողություն ենք տեսնելու։ Նոր բան չեմ ասելու, սա բաներ են, որոնք որ դուք վստահ եմ գիտեք, լսել եք, բայց ուզում եմ եւս մեկ անգամ Աբ รา համի օրինակի վրա այս ամեն ինչը եւս մեկ անգամ մեզ համար օրինակ լինի, եւ որոշ առումով որոշում, որ ես ուզում եմ կյանքս նման կերպով ապրել։ Առաջինը պետք է վստահենք Աստծո խոսքին։ Ուզում եմ ընթերցենք եւս մեկ անգամ 17 եւ 18 համարները։ Հավատքով Աբ รา համը Իսահակին զոհ մատուցեց։ Երբ փորձվեց, նա որ խոստումը ընդունել էր, իր միակ որդուն զոհ մատուցեց։ Ուզում եմ մի պաստե ուշադրություն դարձնենք, հետո առաջ կանցնենք։ 17 համարում, երբ որ կարդում ենք, գրված է հավատով Աբ รา համը Իսահակին զոհ մատուցեց։ Մատուցեց բառը որպես ներկա կատարված մի իրավիճակի մասին է խոսքը գնում։ Հունարեն բնագրի մեջ նույն կերպով է գրված, այսինքն գործողություն, որը որ արդեն իսկ կատարվել է։ Վստահ եմ պատմությունը գիտեք Ծննդոց գրքից, որ իրականում Աբ รา համը զոհ չմատուցեց։ Երբ որ պահը եկավ, որ արդեն պետքա զոհ մատուցեր, Աստծո հրեշտակը կանգնացրեց, ասեց՝ ուրիշ զոհ է պատրաստ։ Բայց ինչ խնդիր կա, գուցե ինչ սխալվել են, երբ որ նման ձևով են գրել։ Չէ, վստահեցնում եմ ձեզ ամեն մի բառ, ինչ որ Աստվածաշնչում դուք տեսնում եք, այն Աստծո կողմից ներշնչված է։ Եվ այստեղ հենց այնպես չի հեղինակը օգտագործում հենց այդ տերմինը։ Ինչի որովհետև երբ որ Աստված այս պատվերը տվեց, Աբ รา համը ինչ արեց։ Սրտի մեջ արդեն զոհաբերեց։ Արդեն սրտի մեջ այդ քայլը ինքը կատարեց։ Երկմտանք, կասկած, ուրիշ որևէ բան չկար։ Ինչպես որ այն ժամանակ Տերն ասել էր պետք է դուրս գար, սրտի մեջ ընդունեց, հնազանդվեց եւ հետո ժամանակ էր պահանջում, որպեսզի այդ ընթացքը տեղի ունենար, այստեղ նույնպես հավատքով արդեն իսկ Աբ รา համը Իսահակին զոհաբերեց։ Արդեն իսկ այդ որոշումը կայացրեց։ Դա համար երբ որ Հիսուսն ասում է եղբորդ ինչ որ վատ բան ասեցիր, արդեն իսկ սպանեցիր։ Երբ որ ասում է կնոջը տեսար, մտքիդ մեջ շնացար, արդեն շնացար, որտեղ գործողությունը արդեն տեղ ունեցավ սրտիդ մեջ։ Հետագա քայլերը ժամանակի հարց է։ Երբ որ մտքիդ մեջ դու արդեն որոշում ես կայացել, արդեն իսկ այդ որոշումը կայացրած է քո կյանքում։ Եվ երբ որ Աստված Աբ รา համի հետ խոսեց, Աբ รา համը արդեն իսկ այդ ժամանակ պատրաստ էր իր միակ որդուն ինչ անելու, զոհ մատուցելու, զոհաբերելու։ Ինչի համար։ Գրածա, որովհետև խոստումը ինչ էր արել, ընդունել էր։ Խոստումը ընդունել էր, ինչ խոստման մասին է խոսքը գնում 18 համարը դրա մասին է ասում, որովհետև նրան ասվել էր Իսահակով քեզ պիտի սերունդ տրվի։ Ով էր ասել այդ խոսքը։ Աստված էր այդ խոսքը ասել։ Արդեն իսկ որոշակի քայլեր կար, արդեն իսկ Իսահակի ծնունդը հրաշք ծնունդ էր։ Աբ รา համը հասկանում էր, որ եթե Տերը խոստացել է, իր խոստումը կատարելու է, կատարյալ կերպով վստահել էր խոստմանը,
Դրա համար երբ որ Տերն ասեց, իր համար ինչ որ հարցեր, բաներ չկար, գուցե Տեր սխալ բան ես ասում։ Գուցե ես քեզ սխալ հասկացա։ Սկսենք ուրիշ ինչ որ տարբերակներ գտնել։ Դե հիմա չէ, մի որոշ ժամանակ հետո ու նման արդարացումներ շատ կարող գտնենք, բայց մի պատկերացեք ուղղակի Աբրահամի վիճակը։ Արդեն տարիքով է, բավականին մեծ տարիքի մեջ է։ Երկար ժամանակ սպասում էր որդուն, ահա որդին կա, սիրելի որդի է, միակ որդին է, ու ինչ է Տերն ասում, պետք է զոհաբերես։ Հիմա երբ որ ասում եմ միակ, ի նկատի չունեմ, որ գիտենք, որ եւս մեկ զավակ ուներ, որտեվ ժամանակի շուտ փորձեցին կարծես Աստծուն օգնեն ու ծնվեց նաև Եսավը, բայց այստեղ խնդիրը նրանում էր, որ հստակ Աբրահամը գիտեր, որ սերունդը գալու է Իսահակից։ Տերը խոստումը տվել է, որ սերունդը Իսահակից է գալու։ Դրա համար խոսքին հնազանդվեց։ Հիմա երբ որ մենք քարոզներ ենք լսում, մենք պատգամներ ենք լսում, մենք կարդում ենք Աստվածաշունչը, ինչքանով ենք մենք լիարժեք հավատում այդ խոսքին։ Գիտեք, շատ բաներ կա, որ մեր տրամաբանությունը թույլ չի տալիս, որ մենք որևիցե կերպով այդ խոսքը ընդունենք։ Մենք սկսում ենք կասկածել, մենք սկսում ենք որոշումներ կայացնել, որը որ ընդհանրապես խոսքի հետ կապ չունի։ Մենք սկսում ենք վարվել, ապրել կարծես, ընդհանրապես Աստվածաշունչ ոչ կարդացել ենք, ոչ գիտենք, ու ոչ էլ երկար ժամանակ, չգիտեմ, անունով քրիստոնյա ենք։ Դրա համար երբ որ նայում ես այսօրվա Հայաստանի վիճակին, նայում ես թե ինչ է կատարվում, նայում ես թե ինչպես են անծանոթ մարդիկ այն վերջի հայոյանքներով մեկը մյուսին ինչ ասում, նայում ես թե ինչպես գազազած կենթանիների նման կարող են հարձակվել մարդկանց վրա, որ չեն ճանաչում կամ ինչ որ հարցեր կան, հասկանում ես մի բան, որ Հայաստանը հեչ քրիստոնեության հետ կապ չունի, ինչքան էլ դա աբսուրդ է հնչում, մենք ունենք ինչ որ անուն, ունենք որոշակի սովորություններ, բայց իրականությունը ընդհանրապես կտրված է ամեն ինչից։ Որտեւ այն ինչ որ խոսքը եթե ասում է, եթե որպես հոգևորներ լինենք, որպես քրիստոնյաներ լինենք, այդ ամեն ինչը մեր կյանքում հստակ երևալու էր, որտեւ վստահություն է լինելու խոսքի նկատմամբ։ Բայց երբ որ կյանքը տեսնում ես, երբ որ մարդկանց վարքը տեսնում ես, հասկանում ես մի բան, որ այդ խոսքը կամ ուղղակի մի ականջից մտել, մյուս ականջից դուրս է եկել, կամ ընդհանրապես ոչ էլ կարդացել են, կամ էլ ոչ էլ վստահում են։ Ուղղակի հեքիաթներին որպես մի գիրք ենք նայում եւ վերջ։ Աստվածաշունչը մեզ մանկական Աստվածաշունչի մակարդակից ուղղակի դուրս չի եկել։ Ինչ որ մի գեղեցիկ պատմություն են, որ պետքա պատմենք փոքրերին ու վերջ։ Այս վերջերս երբ որ Արսեն եղբայրը Նշավանից եւ Մասիսից Գենա-եղբայրը այցելել էին Վարդենիս, դե գիտեք, մանկական ծառայություն է արվում եւ ծնողների հետ էլ առանձին այս եղբայրները աշխատում են, խոստ են փոխանցում, ունդե միազնավորություն կար, որը որ դալիճներ տրամադրե ամեն ինչը, ու առիթ եղավ Արսեն եղբայրն ուզում էր նոր գտական նվիրել այդ մարդուն, այդ մարդն ասեց, չէ, ինձ պետք չի, երեխեքին։ Այսինքն մարդկանց տրամաբանության շրջանակում, որ այդ հոգևոր ինչ-որ խոսքը, բանը, այդ սաղ երեխեքին է, մենք ուղղակի ստեղ ինչ-որ պետքա, չգիտեմ, կողքից կամ կլսեն կամ չենք լսի, բայց դա մեր բանը չի։ Շատ-շատերին հարցում ես, ասում ես, Աստվածաշունչ կարդացել ես։ Դե ասում է, դե չէ, անհասկանալի է կամ ժամանակ չկա կամ ձանձրալի մի բան է։ Բայց լավ, ինչպես կարող ենք մենք վարվել, հավատալ, եթե խոսքը չգիտենք։ Ինչպես ես կարող եմ հավատալ մի Աստծու, մի Քրիստոսին, որին որ ես չեմ ճանաչում։ Դրա համար մեկ-մեկ երբ որ մարդկանց ասում ես, չգիտեմ, հավատում ես Աստծուն, հավատում ես Քրիստոսին, եթե նույնիսկ ասում ես չեմ հավատում, պետք է հետաքրքրվենք, հասկանանք, թե ինչպիսի Աստծուն չի հավատում։ Մեկը կա պատմում էր, ասում էր, էլի նման խոսակցություն ունեցավ, ու այդ կինն ասաց, չէ, ես Աստծուն չեմ հավատում։ Ու եղբայրը հարցրեց, ասաց, ինչպիսի Աստծուն չես հավատում։ Դե ասաց, չեմ հավատում, որ երկնքում ինչ որ մի ծերուկ կա նստած, ու ինչ որ որոշումներ է կայացնում բաման։ Եղբայրն ասաց, հա, ես էլ տենց Աստծուն չեմ հավատում։ Չգիտեմ, դուք էլ վստահ եմ լսած կլինեք, որ շատ շատերը ծնողներ իրանց երեխեքին ասում են, դե վերևը Աստված պապիկը, սենց։ Այսինքն որոշակի ինչ որ նկարագրություն են տալի, որը որ Սուրբ գրային Աստծո հետ ընդհանրապես կապ չունի։ Դրա համար եմ ասում, երբ որ ասում ենք վստահել Աստծո խոսքին, նախ եւ առաջ ինչ պետք է անենք։ Պետք է կարդանք այդ խոսքը։
Պետք է բացենք վերջի Աստվածաշունչը, նոր դրանից հետո երկրորդ քայլը լինի վստահելը, որտեվ եթե չենք բացում, չենք կարդում, ինչին վստահենք, ում վստահենք, ում հավատանք։ Դրա համար քանի մարդ կա, այդքան էլ հավատք կա։ Դրա համար շատերը, երբ որ խոսում ես, ասում են հավատում եմ, բայց ինչ եմ անում, իմ մեջ եմ հավատում, ասում են ես իմ մեջ եմ հավատում, ես տես տեղեր չեմ գնում։ Եղբայր, ինչ տեղեր։ Կամ ինչի մասին է խոսքը գնում։ Հավատալ իմ մեջ, ինչա դա նշանակում, ինձ բացատրեք հասկանամ։ Այսինքն դու քո համար Աստված ես ստեղծել, այդ Աստծուն ես հավատում, հայ ինչ օգուտ դրանից։ Ինչ կապ ունի դա քրիստոնեության հետ։ Ինչ կապ ունի դա հավատքի հետ։ Երբ որ Պողոս Արաքյալը խոսում է Հռոմեացիս նամակում 4-րդ գլխում, անդրադառնում է նաև այս շրջանակին։ Ուզում եմ բացեք Հռոմեացիս 4-րդ գլուխ 16-ից 21 համարներն ենք ընթերցելու։ Դրա համար հավատքից է ժառանգ լինելը, որպեսզի դա շնորհով լինի, որպեսզի խոստումը հաստատուն լինի ամբողջ սերնդի համար, ոչ միայն օրենք ունեցողի համար, այլ նաև նրա համար, ով Աբրահամի հավատից է, որ մեր բոլորի հայրն է։ Ուշադրություն դարձրեք, Պողոս Արաքյալը խոսում է հռոմեացիներին։ Հռոմեացիները հեթանոսներ էին, այսինքն մի պատկերացեք, որ հրեաներ էին։ Եվ ասում է, որ հավատքի հայրը մեկն էր, ով որ հավատքը հստակ ռեալ խորը կերպով ինչ արեց, արտահայտեց, ցույց տվեց։ Եթե Նոյի, օրինակ Նոյի հավատքի շրջանակում տեսանք, որ երկար ժամանակ հավատարիմ էր, հավատաց, որ ջրեղեղ լինելու 100 տարի կառուցում էր տապանը, Աբրահամի հավատքը ավելի տեսնում ենք ինչքան խորն էր։ Ինչքան կարողություն ուներ հնազանդվելու նույնիսկ այնպիսի բաների շրջանակում, որը որ մարդկային շրջանակում անտրամաբանական ու անհասկանալի է։ Եվ այստեղ Պողոս Արաքյալն ասում է, Աբրահամը մեր հավատքի հայրն է։ Ինչպես որ գրված է, քեզ բազում ազգերի հայր կարգեցի, եւ դա Աստծո առաջ, որին հավատաց, որ մեռելներին կենթանացնում է եւ չեղած բաների գոյության կոչում։ Երբ հույս չկար, նա հուսալով հավատաց։ Ինչի մասն է խոսքը գնում հույս չկար։ Հույս չկար երեխա ունենալու, որովհետև կինը արդեն տարիքով էր, ինքն էլ էր տարիքով։ Երբ որ հույս չկար, նա հուսալով հավատաց, որ շատ ազգերի հայր է լինելու, ինչպես որ իրեն ասվեց, քո սերունդը այսպիսին է լինելու։ Ուշադրություն դարձեք, ինչքան վստահություն ունի Աստծո խոսքի նկատմամբ։ Երբ որ Աստված ասեց, ինչքան վստահություն ունի, սիրելիներ։ Եվ հավատքի մեջ չթուլացավ, իր մարմնին նայելով, որովհետև արդեն մեռածի պես էր, գրեթե 100 տարեկան լինելով, եւ ոչ էլ Սարայի արգանդի մեռած լինելուն։ Եվ Աստծո խոստման հանդեպ անհավատությամբ չերկմտեց։ Խոստումը անհավանական էր։ Մի բան էր, որը որ տրամաբանության շրջանակում չէր կարա ընդունել։ Ինչպես որ փրկությունը, երբ որ ասում ենք հավատացեք ու կփրկվեք, տրամաբանությունից դուրս է շատերի համար, որտեղ շատերն ապրում են, ասում են, ուր է հավիտենական կյանք, ով է տեսել Աստծուն, ով է տեսել Քրիստոսին, չէ՞։ Ես չեմ տեսել Քրիստոսին, ես չեմ տեսել Աստծուն, բայց ես հավատում եմ Աստծուն։ Ես հավատում եմ այն խոստումներին, որ ինքը տվել է։ Ես հավատում եմ, որ մահից հետո կա կյանք, եւ Աստծո առաջ են կանգնելու։ Եվ որևիցե մեկը չի կարա պատասխան տա Աստծուն, եթե Քրիստոսի հետ չլինի։ Եթե Քրիստոսը իր մեղքերը ներած չլինի, որևիցե մեկը չի կարողանալու Աստծո առաջ պատասխան տա։ Ես հավատում եմ դրան։ Այլ հավատով զորացավ ու փառք տվեց Աստծուն, եւ իր մտքում համոզված էր, որ նա ով խոստացավ, կարող է եւ կատարել։ Նա որ խոստացավ, կարող է նաեւ կատարել։ Եթե ուզում ես ծառայությանդ մեջ լավագույնն անել ու չես վստահում խոսքին, չես անի։ Եթե խոսքը քեզ համար առաջնային կարևորագույն տեղում չի գտնվում, ծառայությանդ մեջ լավագույնը չես անելու, սիրելիս։ Նյութական նվիրատվության շրջանակներում լավագույնը չես անելու։ Ունեցածդ ժամանակի շրջանակում լավագույնը չես տալու Աստծուն։ Ընտանիքի շրջանակում լավագույնը չես անելու։
Ոչ միտեղ լավագույնը չեք անելու, եթե վստահություն չունեք խոսքի նկատմամբ։ Ես նույնիսկ եմ կրկնում, չես կարա վստահես մի բանին, եթե չես բացել, չես կարդացել։ Երկնքից Աստված հենց ուղեղը չի բացում ու ինչ որ, չգիտեմ, հրաշ ձևով գլխիդ մեջ այդ Աստվածաշունչը մտցնի։ Աստված երբեք ծուլությունը չի քաջալերելու եւ ծուլությունը չի լրացնելու Սուրբ Հոգով։ Մենք պետք է աշխատենք, ջանք թափենք, կարդանք, ուսումնասիրենք, եւ սա լոկ ինքնանպատակ չպիտի լինի։ Այլես այդ կարդացածը պետք է հասկանամ եւ հասկանալով ընդունեմ նույնիսկ այն բանը, ինչ որ ինձ համար, ինչ է, անտրամաբանական է կամ անհասանալի է թվում։ Դա համար սիրելիներ, ամեն բան սկսվում է մի պարզ գործողությունից, որը որ գիտեք։ Դա ուղղակի պետք է բացենք, կարդանք ու վստահենք, որտեղ արդեն իսկ ասել է, հավատքը դա Աստծո խոսքի նկատմամբ կատարյալ վստահությունն է, անկախ մեր իրավիճակներից, անկախ մեր կարգավիճակից, դա լիարժեք հնազանդությունն է ու վստահությունն է։ Հավատք, որ ուղղակի Աստված կա երկնքում, դա բավարար չէ։ Հա, Աստված կա, ինչ։ Հավատք, որ ուղղակի Քրիստոսն եկել է ու ինձ հետ կապ չունի, դա էլ որևիցե փոփոխություն իմ կյանքում չի բերում։ Դա համար ես պետք է վստահեմ խոսքին ու խոսքին վստահելով առաջ գնամ։ Ուզում եմ, որ մի բան ձեզ համար պարզ լինի։ Եթե նույնիսկ նայեք Աբրահամի կյանքին, Աբրահամը մոտավորապես մահացել է 175 տարեկանում։ Երբ որ ինքը 175 տարեկան էր, ուներ զավակ 70 տարեկան Իսահակին, ու այդ ժամանակ Իսահակը ուներ ընդամենը 2 երեխա, 15 տարեկան երեխաներ։ Պատկերացեք այդ խոստումը, որ իր սերունդը ավազը չափ է լինելու, Աբրահամը երբեք չտեսավ։ Ու մահվան շրջանակում ընդամենը ուներ 2 թոռ եւ վերջ։ Սա էր։ Բայց երբեք իր կյանքում ինքը չկասկածեց, որ Տերը իր խոստումը կատարելու է։ Դա համար շատ դեպքերում մենք աղոթք ենք անում, ուզում ենք, որ հենց աղոթքի պատասխանը միանգամից մենք ստանանք։ Մենք ուզում ենք միանգամից ու ամբողջը տեսնենք։ Սակայն եթե Տերը խոստացել է, պետք է հավատարմություն ունենք, ասենք Տեր, եթե դու խոստացար, եթե դու ասացիր, դա ինձ համար բավարար է, որտեվ նույն Եբրայեցիս նամակի հեղինակն ասում է, այն որ խոստացավ, ինչ է, հավատարիմ է։ Դրա համար սիրելիներ, ինչ որ կարդում եք, այն ինչ որ խոսքից լսում եք, ընդունեք հավատքով, առանց կասկածանքի, առանց երկմտանքի։ Նույնիսկ եթե ձեր առաջ ընդամենը այդ ավազի չափ սերունդի շրջանակում տեսնում եք 2 պատանի ընդամենը։ Հավատացեք, որ Տերը այդ 2 պատանից դարձնելու է, բարձրացնելու է մի մեծ սերունդ։ Սա մեր կյանքում շատ կարևոր մի քայլ է, որ մենք պետք է որոշում կայացնենք։ Դրա համար էլ եմ ասում, 1000 պատգամներ կարաք լսեք, 1000 անգամ Աստվածաշունչը կարաք կարդաք, բայց եթե չեք վստահում այդ խոսքին, որևիցե փոփոխություն մի ակնկալեք, որ ձեր կյանքում լինելու է։ Եվ բնականաբար ոչ է ծառայության շրջանակում։ Անելու եք այն, ինչ որ ուզում եք, այդ բանը ձեզ հարմար է եւ վերջ։ Ձեզ նեղություն չեք տալու, որպեսի լավագույն անեք, որովհետեւ ձեր համար ձեր շրջանակը լինելու է այն, ինչ որ դուք տեսնում եք, այլ ոչ թե այն, ինչ որ Աստված խոստացել է։ Բայց եթե ապրեք խոստումների համեմատ, կանեք լավագույնը։ Երկրորդը, պետք է վստահենք Աստծո կարողությանը։ Գիտեք, Հռոմեացիս նամակի մեջ, երբ որ կարդացինք, ուշադրություն դարձեցիք 21 համարին։ Տեսեք ինչ է ասում Պողոս առաքյալը, ասում է. «Եվ իր մտքում Աբրահամը ինչ էր, համոզված էր, որ նա ով խոստացավ, խոստումը ստացավ, չէ՞, ընդունեց խոստումը, կարող է եւ կատարել»։ Եկեք հիմա Եբրայեցիս նամակից կարդանք 19 համարը։ Աբրահամը մտածեց, որ Աստված կարող է Իսահակին մեռելներից էլ հարություն տալ, ուստի նա հետ ստացավ իր որդուն։ Աբրահամը մտածեց, խորհեց։ Գիտեք, այս խոսքը շատ հետաքրքիր է, ես կուզենամ, որ դուք մի պաուշարություն դարձնեք սրա վրա։ Մենք շատ անգամներ ուղղակի կարդում ենք կարդալու համար, այսինքն ես կարդացի անցա, այն գալեչկեն, ճիճկեն դրեցի, ասացի Տեր Աստված վերջ, այսօրվա միսիաս կատարել եմ։ Աստվածաշունչը կարդացի եւ վերջ, անցա գնացի։ Որովհետեւ կյանքից մեջ փոփոխություն այն չի բերում։ Բայց ինչ արեց։ Աբրահամը ընդունեց այդ խոսքը ու ինչ անում։
մտածեց դրա մասին, մտածում էր դրա մասին, խորհում էր, որովհետև իր առաջ խնդիր է, չէ, փորձություն է կանգնել, ինչպես որ կարդացինք, այդ փորձության անունը սա էր, կամ հնազանդվում եմ Աստծուն, կամ անհնազանդ եմ գտնվում Աստծուն, հնազանդությունս էլ շատ ցավոտ հնազանդություն է, պետք է սիրելի զավակին ինչ անեմ, սպանեմ, նման հարցի առաջ է կայնում, ու հնազանդում է, բայց ինչ է անում, մտածում է, ասում է Տերը խոստացել է մի բան, ուրեմն Տերը ինչ կանի, եթե նույնիսկ զավակս մահանա ինչ ալնելու, մեռելներից հարություն առնելու։ Հիմա մեզ համար որոշ առումով այդ հարություն հասկացողությունը մի քիչ ավելի հեշտ է, ասեք խի, որտեղ Աստվածաշնչում մենք շատ ենք կարդացել հարության մասին, Քրիստոսի հարության մասին ենք կարդացել ենք, թե Քրիստոս ինքը մի քանիսին ինչպես հարություն տվեց։ Աբրահամի համար երբեք նման մի դեպք չէր տեղի ունեցել, որ Աստված մեռած մարդուն հարություն տար։ Այս միտքը նույնիսկ Աբրահամի համար նոր էր։ Ինքը ուղղակի երբեք սրա մասին չէր մտածել, բայց գիտեր, եթե Տերն ասում է, որ Իսահակով սերունդ է գալու, ուրեմն մտածեց, եկավ այս հասկացողության, որ եթե այսպես է, ուրեմն Տերը կարող է մի բան անել, որը երբեք չի լսվել։ Երբեք դրա մասին չենք էլ իմացել։ Եթե նույնիսկ մահանա, ուրեմն ինչ կլինի, հարություն կառնի։ Մենք շատ անգամներ խոսքը լսում ենք ու դրա մասին չենք մտածում, չեմ մտածում, ասում լավ, այս խոսքը ինչպես գործնականում պետքա կիրառեմ կյանքիս մեջ, որովհետև ուշադրություն դարձրեք, սերունդ կտրվի եւ հիմա պետքա հնազանդվես զոհաբերությունը, կարծես իրարից հեռու բաներ են, չէ՞։ Ոնց ես համադրեմ այս ամեն ինչը, ոնց ես հնազանդվեմ այս խոսքին, ոնց կյանքիս մեջ կիրառեմ Աստծո խոսքը։ Եվ ոնց կիրառեց Աբրահամը, ասեց եթե Տերը խոստացել է, ուրեմն ինչ կարա անի, կարա նաև հարություն տա, կարա նաև կյանք տա, հավատաց, որ Աստված կարող է այդ ամեն ինչը անել։ Մենք շատ դեպքերում խոսքը գիտենք, լսել ենք, բայց ինչ ենք անում, չենք հավատում, որ Աստված կարող է այդ ամեն ինչը անել։ Կասկածում ենք։ Տեսեք, ես չեմ քարոզում նրա մասին, որ ինչ որ մեր կյանքում պատահի, Տերը հանգիստ այդ բոլոր խնդիրների լուծումը տալու է։ Չգիտեմ, հիվանդ ես, պարտադիր բժշկվելու ես, ինչ որ ուրիշ խնդիր ունես, այդ խնդիր լուծումը գտնելու ես։ Սրա մասին Տերը չի խոստում տվել։ Այն ինչ որ խոստում տվել է, կարդում ենք եւ պետք է հավատանք այդ խոստումներին։ Աստված մեզ խոստում տվել է, որ եթե մահանանք ու հավատանք, կյանք ենք ունենալու, սա խոստում է, չէ՞։ Այդ խոստմանը պիտի հավատանք։ Այդ խոստումը 100%-անոց է։ Եթե հավատանք Հիսուս Քրիստոսին, ապաշխարենք, դարձի գանք, խոստովանենք մեր մեղքերը, Տերը արդար եւ հավատարիմ է, որ ինչ կանի, կնդերի մեր մեղքերը, կսրբի մեզ ամեն անիրավությունից եւ կյանք կտա։ Այս խոստումը ստացել ենք։ Խոստում ստացել ենք, որ ինչ վիճակում էլ որ լինենք, Հիսուս մեզ հետ է լինելու, այդ խոստումն ունենք այդ խոստումը։ Դրա համար այն ինչ որ Տերը խոստացել է, պետք է նաեւ հավատանք, որ այդ ամեն ինչը Տերը կարող է կատարել նույնպես։ Ուզում եմ մի պատմություն կարդանք Հովանո ավետարանից 4-րդ գլուխ 46-ից 53 համարները։ Ուզում եմ ուշադրություն դարձնեք այս պատմությանը, որտեղ շատ դեպքերում մենք էլ ենք նման ձևով վարվում։ Հովանո ավետարան 4-րդ գլուխ 46-ից 53 համարները։ Հովանո ավետարան 4-րդ գլուխ 46-ից 53 համարը։ Եվ Հիսուս դարձյալ եկավ Գալիլեայի Կաննա քաղաքը, որտեղ ջուրը գինու էր վերածել։ Թագավորի պաշտոնականներից մի մարդ կար, որի որդին Կափառնայում հիվանդ էր։ Նա լսելով, որ Հիսուսը Հուդայից Գալիլեա է եկավ նրա մոտ եւ խնդրում էր, որ Կափառնայում իջնի ու իր որդուն բժշկի, որովհետեւ մահամերձ էր։ Ուրեմն տեսեք, լսել էր Քրիստոսի մասին, որ Քրիստոս հրաշագործ է, հրաշքներ է անում, ու լսում է, որ Քրիստոս եկել է իրանց քաղաք։ Գալիս է Հիսուսի մոտ ինչ ասում։ Ասում է, արի գնանք Կափառնայում, այն տեղը, որտեղ որ իր զավակն էր, որտեղ հիվանդ էր երեխան։ Ամեն ինչ պատրաստ էր անելու, որպեսզի իր երեխան ինչ լինի, լավանա, բժշկվի։ Լսել էր խոսքը, կարծես Հիսուսի մասին, հավատացել էր այդ խոսքին։ Ուշադրություն դարձեք
48 համարը։ Հիսուս նրան ասաց. Եթե նշաններ ու հրաշքներ չտեսնեք, չեք հավատա։ Պաշտոնյան նրան ասաց. Տեր, իջիր, քանի դեռ որդիս չի մեռը։ Ուշադրություն դարձնում եք պաշտոնյայի կարգավիճակը։ Հիսուս բան ասում, նույնիսկ կարծես ոչ էլ լսում է այդ ասածին, ասում է խնդրում եմ էլի, ժամանակ ենք կորցնում, էլի, արի գնանք շուտ բժշկվես։ Պետքա բժշկես, որտեվ այլ հնարավորություն, այլ կարողություն չկա։ Լսելա, որ Հիսուս պետքա բժշկի, կարող է բժշկի, բայց իր տրամաբանության շրջանակում Հիսուս ո՞նց կարար բժշկեր։ Պիտի գար, կարծես, չգիտեմ, կանգներ այդ իր տեղաշորի առաջ, միգուցե կպներ, միգուցե ինչ-որ մի գործողություն աներ։ Ինքը պատկերացումը այդ ձև էր։ Չէր պատկերացնում իրապես, որ Հիսուսի համար որևիցե սահմաններ, որևիցե բաներ գոյություն չունի։ Հիսուս իրան բան ասում, ինքը չի լսում, ասում է, խնդրում եմ, էլի, արի շուտ գնանք, որտեվ հիվանդ է, որտեվ ցանկացած պահին կարա մահանա։ Հիսուս նրան ասաց. գնա քո որդին կենթանի է։ Երկրորդ անգամ, երբ որ այս խոսքը բան է անում, ուշադրություն դարձեք ինչ արեց, այս դեպքում արդեն պաշտոնյան հավատաց։ Խնդիր ուներ, այո, հավատք ուներ, խոսքը լսել էր, որոշ առումով լսել էր, բայց Աստծո կարողությունների մասին որոշակի թյուր հասկացողություն ուներ։ Այսինքն կարծում էր, որ պարտադիր ինչ-որ կերպով Քրիստոս պիտի գա, գուցե դիպչի, գուցե ինչ-որ մի բան պետք է անի։ Այս ձևին էր պատկերացնում։ Բայց երբ որ Հիսուս ասեց, քո որդին արդեն կենթանի է, գրված է, որ հավատաց։ Հավատաց Հիսուսի ասած խոսքին ու գնաց։ Եվ մինչ նա իջնում էր, նրա ծառաները ընդառաջ ելան նրան ավետիս տալու ասացին. Քո որդին կենթանի է։ Իսկ նա հարցրեց նրան, թե որ ժամին սկսեց ապակինվել։ Եվ նրան ասացին. 3-7 ժամին տենդը նրան թողեց։ Այնժամ հայրը հասկացավ, որ դա նույն ժամն էր, երբ Հիսուսն իրեն ասեց. քո որդին կենթանի է։ Հիմա ուշադրություն դարձեք այդ հավատքի տարբերությունը։ Մինչև այդ հավատք կար, որոշակի պատմություն լսել էին Հիսուսի մասին, որ ինքը բժշկում է, ինքը հրաշքներ է անում, ու հիմա Հիսուսն ասում է, հրաշքները մինչև աչքովդ չտենաս, չես հավատա։ Այդ ժամանակ, երբ որ Հիսուսն իրան ասաց, իր աչքով այդ հրաշքը տեսել էր, թե չէր տեսել։ Դեռևս չէր տեսել։ Այս պաշտոնավորը չէր տեսել։ Հիսուսն ասեց, գնա, քո զավակդ կենթանի է, դեռևս չգիտեր դրա մասին, հեռախոս չկար, որ զանգահարեր այդ ամեն ինչը ճշտեր։ Ժամանակ էր պահանջում, երբ որ գնար հասներ իր քաղաքը, որ տեսներ իրապես զավակը կենթանի է, թե ոչ։ Ու գրված է այդ խոսքի հիման վրա հավատաց ու գնաց։ Ու հիմա ճշտում ասում է, երբ այդ բժշկությունը տեղի ունեցավ։ Ու ճշտեց, հասկացավ, որ հենց այն պահին, երբ որ Հիսուսն ասեց, հիմա ուշադրություն դարձեք վերջը, եւ հավատացին ինքը եւ իր ամբողջ ընտանիքը։ Մինչև այդ հավատում էին, մինչև այդ որոշակի հավատք ունեին Քրիստոսի առումով, բայց պատկերացումները, կարողությունները ամբողջական չէր։ Չէին պատկերացնում, որ Հիսուսի համար սահմաններ չկա, ինքը կարար բժշկեր հենց տեղում, կարար հեռավորության վրա էլ բժշկեր։ Քրիստոսի համար այս խնդիրը չկար։ Մենք էլ շատ անգամներ մոտենում ենք Աստծուն նման ձևով, խոսքը գիտենք, որոշակի վստահություն ունենք, բայց կարողությունների վրա որոշակի սխալ կարծիք ունենք, սխալ հասկացողություն ունենք։ Մանավանդ երբ որ փորձություն է գալի, մանավանդ երբ որ դժվարություն է գալիս, կարծես մտածում ենք, ասում ենք, կարող է քիչ եմ արել, պիտի մի քիչ շատ ծառայեմ, մի քիչ շատ տամ, մի քանի հատ ավելի շատ մոմ վառեմ, կարող է մի մոմը չի աշխատում, մի բուռ մոմ վառեմ, 10 անգամ հայրմեն աղոտ անեմ։ Հասկանում եք, մենք մեր ձևերով փորձում ենք ինչ-որ մի բաներ անել, որ օգնենք Աստծուն մեր հարցում այդ լուծումը գտնենք։ Այնինչ դա նորից ցույց է տալի, որ մեր հավատքը լիարժեք չի։ Մենք չենք պատկերացնում Աստծուն այնպիսին, ինչպիսին որ ինքը կա։ Մեր պատկերացած Աստվածը գուցե կարիք ունի իջնելու, գալու, հասնելու այդ տեղաշորի մոտ, դիպչելու, նոր դրանից հետո բժշկությունը կլինի։ Նման շատերը, երբ որ նման մոտեցումով են մոտենում Աստծուն, նման պատկերացումներ ունեն, որոշ առումով հիասթափություններ են ապրում, որտեղ չեն պատկերացնում, թե ինչպես է Տերը գործում, խոսքը չգիտեն, խոստումները չգիտեն, պատկերացումը չունեն Աստծուց, դրա համար էլ ուրիշ բաներ են ակնկալում։ Երբ որ այդ ակնկալիքները չի ստացվում, ասում են դե Աստված ուրեմն չկա։ Ուրեմն այս ամեն ինչը սուտ է։ Ինչի՞ ես պետք է նեղության մեջ լինեմ։
Ինչու պետք է դժվարություններով անցնեմ։ Հիմա նայեք Աբրահամին, թողել է ամեն բան։ Մեկ անգամ հնազանդվեց, հավատաց, երկրորդ անգամ հավատաց, զավակը արդեն ունի։ Տեր ինչ ես ասում։ Ոնց ես իմ ձեռքերով գնամ սպանեմ իմ զավակին։ Բայց մենակ այն, որ խոստում ուներ, ու հասկանում էր, որ Տերը կարող է նաև հարություն տալ, ինքը այդ քայլին գնաց, սրտի մեջ արդեն կատարեց։ Եվ ուշադրություն դարձեք Եբրայեցիս նամակի ամենավերջի հատվածը, 19-րդ համարի վերջին հատվածը։ Եվ ասում է Աբրահամը մտածեց, որ Աստված կարող է Իսահակին մեռելներից հարություն էլ տալ, ուստի նա հետ ստացավ իր որդուն։ Իր սրտի մեջ ինքը արդեն զոհաբերել էր, արդեն սպանել էր իր զավակին։ Այո, այս խոսքը ավելի օգտագործում է սիմվոլիկ կերպով հետ ստացավ, բայց Աբրահամի համար հետ ստացավ, որտեղ ինքը արդեն զոհաբերել էր։ Արդյունքը ինչ եղավ, երբ որ լավագույնը տվեց Աստծո համար, պտուղ ստացավ, իր որդուն ստացավ։ Խոստումը, այդ խոստումը, որ ինքը հավատում էր, որոշակի պատկերացումներ ուներ, իր որդուն հետ ստացավ։ Մենք շատ անգամներ կասկածում ենք Աստծո կարողությունների վրա։ Շատ անգամներ չենք պատկերացնում, որ Տերը եթե խոստացել է, թե ոնց է կատարելու, դա մեր գործը չէ։ Այո, պետք է խոսքի առումով մտորենք։ Այո, պետք է տրամաբանենք, պետք է մտածենք, որտեվ եթե Տերը խոստացել է, ինչպես կկատարի, ինչպես կլինի, չգիտենք։ Աբրահամը երբեք հարություն չէր տեսել, բայց հավատաց, որ Տերը կարա հարություն տա։ Հավատաց, որ Տերը մեռելներից հարություն կարա տա։ Դա համար ինչ արեց, իր որդուն հետ ստացավ։ Գիտեք, երբ որ դժվարությունների մեջ են կանգնում, երբ որ խնդիրների մեջ են կանգնում, այդ ժամանակ իրապես երևում ես պատրաստ եմ մինչև վերջ հետևելու, թե ոչ։ Այդ ժամանակ երևում ինչքան է իմ հավատքը ամուր, թե ոչ։ Եթե կյանքիս մեջ ամեն ինչը հարթ է ընթանում, որևիցե խնդիր չունեմ, շատ դժվար է հետևել, հավատալ մի Աստծուն, որը որ կյանքս նորմալ է, ոչ մի խնդիր չունեմ, հա, այնտեղ Աստված կա, օքեյ, հավատում եմ, հավատքս էս թեթև ինչ որ մանկական հավատքի շրջանակում է։ Բայց ես սկսում եմ հոգևոր առումով աճել, հասունանալ հավատքիս մեջ, այն ժամանակ, երբ որ այս նեղությունները գալիս են։ Դե համար Տերը, երբ որ այս Աստված այս խոսքը ասեց, հավատքը ել ավելի հաստատվեց Աբրահամի։ Հիմա ինչ եք կարծում։ Այս դեպքից հետո, եթե ինչ որ մի բան ուրիշ Տերն ասեր, կհավատար Աբրահամը, թե չէ։ Որտեղ ամենադժվար բանից արդեն ինքը դուրս է եկել։ Մնացած էլի ինչ պիտի ասեր Աստված, որ ինքը դրանից կասկածեր կամ վախենար հնազանդվելուց։ Դա համար երբ որ մեր կյանքում խնդիրներ են գալի, մի այդ խնդիրները ընդունեք որպես ահավոր մի բան, թե այս ինչա կյանքիս մեջ տեղի ունեցել։ Այս խնդիրները ոչ թե մեզ կործանելու համար են, այլ այս խնդիրները մեր հավատքը ել ավելի հաստատուն դարձնելու համար են։ Դա համար է երևալու, մենք ընդհանրապես հավատք ունենք, թե ոչ։ Վստահություն ունենք խոսքի առումով, թե ոչ։ Վստահություն ունենք, որ Տերը այդ ամեն ինչը կարող է այդ հարցերին լուծում տալ, թե ոչ։ Երբ որ այդ ամեն ինչի միջով անցնենք, հավատացնում եմ ձեզ, ձեր հավատքը ել ավելի ամուր է լինելու, լիարժեք է լինելու։ Ինչպես որ այս մարդը հանդիպեց Հիսուսին, ու իր պատկերացումը Հիսուսի Աստծո մասին մի քիչ ուրիշ էր, երբ որ այս դեպքը տեղի ունեցավ, ինչ եղավ, պատկերացումը, հավատը հաստատվեց։ Ու ոչ միայն ինքը հավատաց, այլ նաև հավատաց իր ողջ ընտանիքը։ Դա համար սիրելիներ, երբ որ խնդիրների մեջով եք անցնում, երբ որ դժվարությունների մեջով եք անցնում, ուզում եք լավագույնն անեք, ինչ արեք, վստահեք խոսքին։ Վստահեք նաև Աստծուն, որ այդ խոսքը, այդ ամեն ինչ, ինչ որ ինքը ասել է, ի վիճակի է այդ ամեն ինչը իրականություն դարձնելու։ Մտորեք խոսքի մասին։ Խոսքը թող չլինի ուղղակի ձեզ համար մի անգիր սովորած արտահայտություն, թող ձեզ համար կյանք լինի, որ երբ որ հարցերը գալիս են ձեր կյանքում, խոսքով իմանաք, թե Տերը ինչ է ասում այդ իրավիճակներում, ինչպես մենք պետք է վարվենք, ինչպես է Աստվածահաճո կերպը նման իրավիճակներում պատասխանելու։ Եկեք աղոթենք։ Աղոթենք, որպեսզի Տերը օգնի մեզ այս իրավիճակներում եւ ցույց տա իր կամքը, որպեսզի Աստծուն ճանաչենք այնպեսին, ինչպեսին որ ինքը կա, լիարժեք կերպով։ Այնպես, ինչպես որ խոսքն ասում, ոչ թե այնպես, ինչպես որ մենք ենք պատկերացնում։ Աղոթենք։ Տեր Աստված, շնորհակալ ենք այս օրինակների համար, որ ունենք խոսքիդ մեջ, եւ այն մարդկանց
համար, ում որ սիրտը դու պատրաստեցիր, որպեսզի հնազանդվեն քո առաջ եւ այս օրինակով մեծ քաջալեր են Տեր։ Աղոթում որ խոսես մեր սրտերի հետ, Տեր, որ ներես մեր մեղքերը, որտեղ շատ անգամներ վարվում ենք այնպես, ինչպես որ մենք ենք կամենում, ապրում ենք այնպես, ինչպես որ մենք ենք ցանկանում, Տեր։ Բայց գիտենք, որ մեր ընթացքը, մեր ճանապարհը քեզ հաճելի չի, Տեր, եւ չի տանում դեպի հավիտենական կյանք, այլ տանում է դեպի հավիտենական կորուստ։ Ուստի ների՛ր մեր մեղքերը, սրբիր մեզ ամեն անիրավությունից, Տեր, որպեսզի քեզ, Տեր Հիսուս, իրապես ընդունենք որպես մեր Տեր ու մեր Փրկիչ, որտեղ քո կարիքը շատ ունենք, Տեր, որտեղ դժվարություններ ունենք կյանքում, խնդիրներ ունենք կյանքում, Տեր, եւ ուզում ենք վստահենք քեզ։ Ուզում ենք մեր ողջ կյանքը հանձնենք քո ձեռքերում եւ հավատում ենք, որ Տեր, դու կարող ես փրկել մեր կյանքը, դարձնել մեզ այնպիսին, ինչպիսին որ դու ես կամենում, որպեսզի ապրենք քեզ փառք բերելով, Տեր։ Աղոթում որ օգնես ամեն իրավիճակներում մեր հայացքը դեպի քեզ ուղղված լինի։ Խոսքդ կարդանք, ոչ մենք կարդանք, այլ նաև վստահենք, ընդունենք, Տեր, եւ նաև հավատանք, որ այն ամեն ինչ որ գրված է իրականություն է եւ դու էլ կարող ես այդ ամենի իրականություն դարձնել մեր կյանքում, Տեր։ Աղոթում գալիք ծառայությունների համար, որ դու պատրաստ անես մեզ, որ հնազանդվելով քեզ գրանք ու Աստծո խոսքդ փոխանցենք, քո խոսքդ փոխանցենք։ Ու քեզ փառավորենք Հիսուս Քրիստոսի սուրբ անունով։ Ամեն։